Ողջույն, Ռեոփնի եթերում ամփոփում ենք հոկտեմբերի 29-ը։ Գեղարքունիքի մարզի Ծափաթաղ գյուղում շարունակվում են անհետ կորած 3-ամյա Տիգրանի որոնումները։ Մասնակցում են հարյուրավոր ոստիկաններ, փրկարարներ եւ կամավորներ։ Ներքին գործերի նախարարությունը խնդրում է չտարածել չճշտված տեղեկություններ։ Վարչապետ Նիկոլ Փաշինյանը երկօրյա այցով Ֆրանսիայում է մասնակցելու խաղաղության համաժողովին։ Նա նաև կհանդիպի Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի հետ։ Ռուսաստանի եւ Միացյալ Նահանգների նախագահների նոր հանդիպման մասին որոշումը կկայացվի միայն այն ժամանակ, երբ պատրաստ կլինի դրա բովանդակային մասը։ Այս մասին հայտնել է Ռուսաստանի փոխարտգործնախարար Ռյաբկովը։ Մոնտենեգրոյում բողոքի ալիք է բարձրացել թուրքերի եւ ադրբեջանցիների դեմ այն բանից հետո, երբ ներգաղթյալները դանակահարել են տեղացի բնակչի։ Մարդիկ հարձակվում եւ հրկիզում են թուրքերին պատկանող խանութները եւ պահանջում են խստացնել ներգաղթի օրենքները։ Իսրայելը վերսկսել է օդային հարվածները Գազա քաղաքում։ Ալ Ջազիրա հեռուստաալիքի տվյալով հոկտեմբերի 28-ի երեկոյից ի վեր Գազայում իսրայելական ավիահարվածների հետևանքով զոհերի թիվը գերազանցել է 90-ը։ Այսօրվա նորություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևելով մեր լրատվական թողարկումներին։ Ես Մերի Դանիելյանն եմ։ Ցտեսություն։